Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում է կոմպոզիտոր, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդ Մանուկյանը։ Բարի երեկո Տիկին Մանուկյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ եմ, հրավերի համար շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, որ ընդունեցիք հրավերս եւ այս գարնանային երեկոն մեր տաղավարում եք, օգտվելով առիթից նաև ուզում եմ ձեր գարունը կանանց մեկամսյակը շնորհավորել։ Շնորհակալություն։ Տիկին Մանուկյան, դուք մի առիթով մի այսպիսի արտահայտություն եք ասել. տաղանդը գենդերային բաժանում չունի։ Ես ձեզ հետ ինչ որ չափով համաձայն եմ, բայց հիմա հարցս հետևյալն է։ Միևնույն է, միջնադարից մինչ այսօր մենք տեսնում ենք, որ կին կոմպոզիտոր հասկացողությունը միևնույն է, շատ հազվադեպ է մեր հասարակությունում։ Մենք դժվար ենք ընկալում, կարծրատիպային է, կինը կոմպոզիտոր, հա, այդպես է հնչում, եւ ի վերջո պատմությունը նաև ասում է, որ կանայք դժվար են հարթել իրենց ճանապարհը։ Հաճախ եղել են դեպքեր, որ նրանց աշխատանքները, գործերը ավելի քիչ են հնչել, քան տղամարդ կոմպոզիտորներին է, եւ եթե նույնիսկ լեզվական տեսակետից մենք ուզում ենք այդ բառի իմաստը բացատրենք, հա, ռուսերենում ի վերջո այդ ռոդերը ունենք, կոմպոզիտոր բառը женский род չունի եւ հաճախ մենք ռուսերենում էլ հայերենում էլ ասում ենք женщина композитор, կին կոմպոզիտոր։ Հիմա եթե արվեստը եւ ընդհանրապես տաղանդը գենդերային բաժանում չունի, ինչպես եք դուք բացատրում այս երևույթները եւ Վարդ Մանուկյանը ինքը որպես կոմպոզիտոր ինչ դժվարությունների է հանդիպել իր կյանքում, ինչպես է հարթել այդ ուղին եւ ինչպես է կարծում այսօր ձեր եւ տղամարդկանց հնարավորությունները, ճանապարհները նույն ձևով են ընթացել երաժշտության մեջ։ Երևի ասել եմ, որ արվեստը գենդերային բաժանում չունի։ Ասել եմ, ճիշտն ասած չեմ հիշում, բայց ես նորից պիտի ասեմ, որ այո, արվեստը գենդերային բաժանում չի կարող ունենալ, որովհետև ստեղծագործությունը, ստեղծագործելը դա հոգու աշխատանք է։ Հոգով է ստեղծագործողը աշխատում։ Հոգին չունի գենդերային բաժանում, բայց պիտի ասեմ, որ շատ ժամանակ ուղղակի կնոջ տաղանդը փակվել է, որովհետև նա իր բնույթով խանգարել է երևի ինչ-որ բաների։ Ես հիմա ասեցիք պատմության մեջ սկսեցի մտածել, օրինակ, Մոցարտի քույրը շատ տաղանդավոր աղջիկ ա եղել, որ իրենից մեծ ա եղել ընդամենը 4 տարի։ Մենք նրա մասին ոչինչ չգիտենք, բայց ստեղծագործել ա եւ հայրը, նայեք, դա Ավստրիան էր, եւ հայրը չի թողել, որ աղջիկը 15-16 տարեկանում արդեն ելույթ ունենա, որովհետեւ դա համարվել է անբարոյական քայլ, որ կինը դուրս էր գալիս բեմ այդ տարիքում արդեն։ Այսինքն շատ արագ Մոցարտի քրոջը ամուսնացրել են։ Կարող եմ մեկ ուրիշ բան ասել, ավելի ուշ ժամանակաշրջանում Շումանի կինը, Կլարա Շումանը, որը շատ տաղանդավոր կին էր եւ նաեւ երաժշտության ստեղծագործելու մեջ էր շատ տաղանդավոր, նրա անունն էլ չեն տալիս, բայց ինքը շատ բաներով նախ աջակցել է Շումանին եւ բացի այդ ուրեմն մեծ պրոպագանդա է ունեցել Շումանի ստեղծագործությունները պրոպագանդելով։ Բայց դրա հետ մեկտեղ իհարկե կնոջ դերը ընդհանրապես ֆունկցիոնալ դերը երևի ավելի շատ մայր լինելն է, երեխաներ ունենալը, որովհետև այն ինչ որ կինն է անում, ոչ մի տղամարդ չի կարող անել, այսինքն կինը առաջին ստեղծագործությունը կնոջ դա իր զավակներն են։ Ինչը որ տղամարդը, իհարկե տղամարդու օգնությամբ, ինչը որ տղամարդը երբեք չի կարող անել։ Եվ դա երևի առաջին եւ գլխավոր ֆունկցիան կնոջ այդ առումով դա է, բայց այն որ ստեղծագործելուց
հոգի տա ստեղծագործում դու չէ, դա արդեն մեկ ուրիշ պատմություն է։ Ես դες կարող եմ շատ օրինակ բերել իմ ստեղծագործական կյանքից, երբ որ ասենք ուղարկվել է աշխատանք ուղարկվել, չնշելով անուն ազգանուն եւ մրցույթի ժամանակ մտածել եմ, որ հեղինակը տղամարդ է։ Եվ բազում ստեղծագործություններ են եղել, որ ուղարկվել է, չեն ճանաչել։ Ինձ մտածել են, որ հեղինակը պիտի տղամարդ լինի, չի կարող կինը այդպես ստեղծագործել։ Երևի 5-6 տարի առաջ Ջոն Մալքովիչը եկավ Հայաստան, եթե հիշում եք, եւ ինքը կարդաց Նարեկացու Մատյան ողբերգության պոեմից հատվածներ, կարդաց իմ երաժշտության ներքո։ Եվ հետո երբ որ ինձ արդեն կուլիսներին ներկայացրեցին, ասեցին, որ հեղինակ այդ երաժշտության այս կինն էր, ինքը անգամ Մալքովիչը շատ զարմացավ, որ կին է, ոնց ասեց, ոնց շատ զարմացավ այդ բանից, ես դրա համար շատ հանգիստ եմ նայում այդ տղամարդկանց այդ գենդերային տարբերությանը, բայց փաստորեն նույնիսկ 21-րդ դարում այդ խնդիրները կան։ Ես ասում եմ, անգամ Մալքովիչը զարմացավ, որ ոնց հեղինակը կին էր։ Ես դրա համար հանգիստ եմ տանում դա։ Տիկին Մանուկյան, դուք որ տարիքում հասկացաք, լավ, որ երևի երաժշտական տաղանդ ունեք, դա միգուցե ծնողները արդեն նկատած լինեն, բայց երբ հասկացաք, որ ստեղծագործում եք արդեն, եւ ոչ միայն պետք է ուղղակի երաժիշտ լինեք, այլ նաեւ կոմպոզիտոր։ Որ պիտի կոմպոզիտոր լինեմ, ես չէի հասկանում, որովհետեւ ես անընդմեջ ստեղծագործում էի, փոքրուց փորձել եմ, հենց սովորել եմ մի քիչ նվագել, ես հորինել եմ։ Բայց բացահայտեց այդ իմ այդ ասեմ տաղանդ թե ընդունակությունը իմ դպրոցի ուսուցչուհին, որ ես նստած դասարանում պարապում էի եւ կոպիտ ասած դաշնամուրի ջարդում էի այն ժամանակ, մեկ էլ հանկարծ բացվում է դուռը եւ մտնում է իմ ուսուցչուհին իմ դաշնամուրի դասատուն, որ արգելում էր, որ հանկարծ ուրիշ բան նվագեին ձեռքերի համար, ձեռքերը կպչացնել, ասեց ո՞նց է դու ես։ Ասեցի, այո, երևի 3-րդ թե 4-րդ դասարանում էի։ Հետո արդեն ինձ արդեն հանձնաժողով ստիպեցին, որ ես նվագեմ մի բան քննության ժամանակ, հələ մի բաներ քեզնից նվագի, եւ ինչ որ բան ես սկսեցի իմպրովիզացիա անել, դրանից հետո ինձ խորհուրդ տվեցին, որ անպայման գնամ ուսումնարան եւ դիմեմ Էդվարդ Բաղդասարյանին, կոմպոզիտոր, որը որ այն ժամանակ դասավանդում է Ռոմանոս Մելիքյանում, ուսումնարանում եւ այդպես էլ եղավ իմ ճակատագրի մեջ, էլի։ Ես ուղղակի ինձ չէի պատկերացնում երաժշտությունից դուրս։ Երբեք չեմ պատկերացրել, որ կարելի է ասենք առանց երաժշտություն ապրել, որովհետև ինձ թվում է, թե բոլոր մարդկանց մեջ էլ դա հնչում է, որովհետև ես քայլում էի մեջ երաժշտություններ, ես ուտում եմ, ես դա պատմելու բան չի, դա ֆիզիկական ֆիզիոլոգիա է, որ դու դրանից չես կարողանում դուրս գալ։ Դա քո ֆիզիոլոգիան է, որ ուրիշները չունեն, բայց դու այդ որ փոքր տարիքում ես չես հասկանում, որ դա միայն քո հետ է կատարվում, մնացած այդ նույնը չունեն։ Տիկին Մանուկյան, ոչ միայն երաժշտության մասնագետները, գիտակները, այլ նաև մենք սովորական մահկանացուները, երբ որ ձեր երաժշտությունը լսում ենք, բայց հետո նաև պրոֆեսիոնալները ասում են նրա մասին, որ ազգային ակունքները շատ են Վարդ Մանուկյանի ստեղծագործություններում։ Այդ ազգայինը, որ սկիզբ է, ֆունդամենտալ է ձեր ստեղծագործություններում, դա ինչպես է, դուք նպատակ եք դնում, որ այդպես պիտի լինի, թե դա էլ այդ երաժշտությունը ձեր մեջ հենց այդպես է հնչում, որ ազգային պետք է լինի։ Լուիզա ջան, ես չեմ զատում ինձ, իմ ազգից, այսինքն այդ հնչում է քո մեջ, եւ եթե դա քո մեջ փոքրուց ներմուծվում է, իսկ դու ծնվում ես արդեն հոգևոր երաժշտություն ես լսում ես կոմիտաս, իդեպ հայրս շատ հետաքրքիր մարդ էր, ինքը կապ չուներ երաժշտության հետ,
բայց ինքը շատ էր սիրում օպերային երաժշտություն։ Եվ մեր տանը հսկայական քանակությամբ պլաստինկաներ կային Կարուզոյի կատարմամբ, ինքը պաշտում էր Կարուզոյին։ Եվ ես հիմա հասկանում եմ, թե ես ինչի եմ օպերա սիրում։ Դա ինքը կապ չուներ, բոլորովին կապ չուներ երաժշտության հետ, ինքը երաժշտական կրթություն չէր ստացել, բայց այդ ամեն ինչը մեր տանը կար։ Մեզնից անկախ եւ հետո արդեն քո միջավայրը, որ քեզ դաստիարակում է, դու սովորում ես երաժշտական դպրոցում, դու երգում ես կոմիտաս, անընդմեջ, երգչախմբերում եւ այլն, դա կամաց քո էթնոսն արթնանում մեջդ։ Քեզնից անկախ է դա լինում։ Հիմա ես իմ թորների համար, որ ինչ որ բան երգում եմ, ես իմպրովիզացիա եմ անում, բայց ոնց է լինի, այդ երեխեքի մեջ այդ նստած է, չէ։ Այո։ Այդ երաժշտական այդ էթնոսը կընտրեն երաժշտություն, չեն ընտրի, բայց այդ հայկականը մեջներն է։ Իսկ ասել եք հետևյալը. ես գալիս եմ բառից, երբ որ ստեղծագործում եմ, եւ միգուցե դա է պատճառը, որ կան ստեղծագործություններ, որոնք օրինակ Եղիշե Չարենցի խոսքերի հիման վրա են եւ բազմաթիվ այլ ստեղծագործություններ, բայց կուզեի, որ մի քիչ մասնագիտորեն նաեւ բացեիք այդ խոսքերը, ինչ է նշանակում, երբ ստեղծագործողը ասում է ես գալիս եմ բառից։ Առաջին բանաստեղծը, ում ես դիմել եմ, Չարենցն է եղել։ Դա կավին 18 տարեկան է, որ սիրահարված է Լուսամփոփի պես աղջիկ բանաստեղծությանը եւ գրվեց իմ առաջին փաստորեն վոկալ ստեղծագործությունը Լուսամփոփի պես աղջիկը, որ հետո կատարվեց Շաքի Աշչյանի կատարմամբ, հնչեց այն ժամանակ Լենինգրադում շատ մեծ արձագանք ունեցավ, Չարենցյան շարք գրվեց Լուսամփոփի պես աղջիկ, առաջինը հենց այդ բանաստեղծությունն էր, ու ես պիտի ասեմ, որ Չարենցով ես լցվեցի, բայց ստեղ խոսքը ոչ թե վոկալ բառի համար է, ես գործիքային երաժշտության մեջ եմ մտածում բառով, եւ ոչ միայն ես, նույն Բեթհովենը, ինքը իր հետ ուներ բլոկնոտ, որտեղ գրանցում էր բառեր, այդ բառերը հետո դառնում էին հնչյուններ։ Դրա համար եմ ասում, իմ մեջ էլ այդ բանը կա, ես կարող եմ բառից գնալ։ Բառը իմ մեջ վերարտադրվում է եւ դառնում է հնչյուն։ Դե կար մի դարաշրջան չէ, որ ասում են կոմպոզիտորներին նաև կարելի էր անվանել պոետի մուզիկի։ Օրինակ Սերգեյ Ռախմանինովի համար բանաստեղծություններ էր ընտրում Մարիետա Շահինյանը, գիտեք, որը որ Լենինի շատ մոտ ընկերուհին էր։ Եվ այդ բանաստեղծությունները ուղարկվում էին փոստով։ Եվ Ռախմանինովը հետո այդ բանաստեղծությունների հիման վրա գրում էր չքնաղագույն ռոմանսներ, որ ասենք Ռախմանինովը բան չաներ, շատ չփնտրեր, իրեն չկորցներ, չգիտեմ ինչ, Մարիետա Շահինյանը նրա համար միշտ այդպիսի բաներ էր ուղարկում, նրանք շատ մտերիմ էին, Մարիետա Շահինյանը ապրում էր Ռոստովում, իսկ Ռախմանինովը գնում էր, ասենք, Ռոստով եւ կանգ էր առնում Մարիետա Շահինյանի ստանը, այսինքն այդքան մտերիմ էին։ Ուզում եմ ասել, որ կոմպոզիտորը, երբ որ վերցնում է բանաստեղծին անդրադառնում, այսինքն գրում է վոկալ երաժշտություն կամ տեքստային երաժշտություն, դա անպայման բանաստեղծի հոգեվիճակն է վերցնում, ռիթմն է վերցնում, բանաստեղծի էությունն է ինչ որտեղ վերցնում, մարսում եւ վերարտադրում արդեն հնչյունների միջոցով։ Դա շատ հետաքրքիր process է։ Նայես թե դու ոնց ես վերաբերվում պոեզիային։ Տիկին Մանուկյան, այսօր դասավանդում եք կոնսերվատորիայում։ Այո։ Դուք դասական երաժշտության ապագան ինչպիսին եք տեսնում։ Կոնկրետ մեր երկրի մասին չեմ կարող ասել ոչ մի բան դեռ։ Ես կարծում եմ, որ միշտ էլ ապագան կա։ Ինձ համար էտապներ կան դիալեկտիկ զարգացման մեջ։ Սկսվել է քաոսով, հետո եղել է վերածնունդ, հետո անկում է եղել, եւ այդ process-ը բարբերաբար կրկնվում է։
Հիմա ես կարծում եմ, որ մենք ապրում ենք քաոտիկ ժամանակաշրջանում եւ ստեղ մենակ ոչ միայն երաժշտության, այլ ամեն ինչ արվեստի մեջ քաոտիկ շատ բաներ կան, որ երբ որ սպիտակը փոխարինվում է սևով եւ ասվում է, որ դա լավ է։ Ես կարծում եմ, որ այս этаպն էլ կանցնի, իսկ մեր հանրապետության համար ես կարծում եմ, որ միշտ էլ կլինեն ստեղծագործողներ միշտ, որ բարձր կպահեն դասական երաժշտությունը, որովհետև այն process-ը, որը հիմա կատարվում է արվեստում, եւ կոնկրետ ես կարող եմ խոսել երաժշտության մեջ, շատ մինուսների հետ է կապվում, այսինքն դա արդեն սկսվեց 20-րդ դարից, 19-րդ դարի վերջից 20-րդ դարից, երբ որ սկսվեց ավելի տեխնոլոգիկ մտածելակերպ եւ հաշվարկը մտավ երաժշտության մեջ։ Իսկ իմ կարծիքով առաջնային է երաժշտության մեջ, որ ազդում է մարդու վրա, ինչն է, դա էմոցիան է։ Այսինքն երբ որ արվեստում էմոցիան պակասում է եւ մտնում է հաշվարկը եւ գերիշխում է հաշվարկը, այդ դեպքում մենք ունենում ենք շատ ոչ համարժեք արվեստ եւ ընկալման առումով ես արդեն չեմ խոսում սովորական մարդկանց ընկալման մասին, որ հաստատ չեն լսի, այ պրոֆեսիոնալն կհոգնի այդ երաժշտությունից, որովհետև բացակայում է էմոցիան, բացակայում է հոգին շատ ժամանակ։ Տիկին Մանուկյան, դուք այսօր կարողանում եք ստեղծագործել։ Այ ասում եք քաոտիկ է մեր վիճակը եւ այս վիճակում ստեղծագործել ստացվում է։ Մեկ-մեկ ասում են վատ ժամանակներում են ծնվում ամենալավ ստեղծագործությունը։ Չէ, այդ երևի ճիշտ են ասում են առումով, որ ես հիմա որ անդրադառնում եմ 20-րդ դարին, ուշադրություն եմ դարձնում, որ ամենայն դժվար պահերին ստեղծվել են լավագույն ստեղծագործությունները, նույն Շոստակովիչը, նույն Խաչատրյանը, նույն Պրոկոֆիևը, ես վերցնում եմ սովետական միությունը, նույն երբ որ վերցնում ենք համաշխարհային երաժշտությունը, էլի տեսնում ենք, որ 20-րդ դարի մեծ 20-րդ դարը շատ մեծ ներդրում ունեցավ արվեստի մեջ, շատ մեծ։ Եվ այդ ներդրումը մինչև այսօր շարունակվում է, բայց մանրացել է։ Եվ այդ ներդրումը, որ եղավ 20-րդ դարում, 21-րդ դարում կորցրել է իր սկզբունքը, ասեմ, թուլացել է։ Հիմա ես կարծում եմ մեր ժամանակաշրջանում, այո, քաոտիկ ժամանակաշրջանը ինձ համար կարևոր է, եւ որ ես աշխատում եմ, կարևոր է, որ ես ազատ լինեմ իմ էության մեջ, որ ազատ շնչեմ։ Ես երբ որ ազատ չեմ շնչում, դա ինձ համար դժվար է, ես չեմ կարողանում աշխատել։ Այսինքն հոգու ազատությունը պիտի լինի, դա կապ չունի դու գործ ես անում, չգիտեմ, քնած ես եւ այլն, խոհանոցում ճաշ ես եւ պատրաստում, կապ չունի դա այն է, որ քո մեջ պիտի քո հոգին երգի։ Երբ որ այդ բանը չկա, ես չեմ կարողանում աշխատել։ Բայց անցյալ տարի մի շատ լավ դաշնակահարուհի կա Լիլիթ Արտեմյան, որը ով մոտեցավ ինձ եւ խնդրեց, որ եղբայրը զոհվել էր 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանում, խնդրեց, որ ես մի գործ գրեմ, որովհետեւ ինքը համերգ էր պատրաստում, նվիրված եղբորը եւ բոլոր մնացած զոհված տղաներին վերաբերող համերգ պիտի լիներ։ Ես սկզբից շատ բան եղա, ասի Լիլի ջան, դժվար է ինձ համար։ Ես այդ որ ասում եք, ես այն վիճակում եմ, որ չեմ կարողանում աշխատել։ Բայց հետո շատ կարճ ժամանակաշրջանում գրեցի ես պոեմ Դաշնամուրի համար եւ Լիլիթը դա կատարեց անցյալ տարի, բայց գրելուց խեղդվում էի, որտեվ էմոցիաներն էին խեղդում։ Հետո այդ երբ որ դու խեղդվում ես, այդ էմոցիաները հետո անցնում են լսողներին։
դրա համար եմ ասում, էմոցիաները այնքան պիտի լիքը լինեն, որ դու կարողանաս հասցնես գոնե մի փոքր մաս հասնի նրանց, ովքեր որ քեզ լսում են։ Տիկին Մանուկյան, իմ ուսանողական տարիներին մի անգամ դասախոսության ժամանակ մեր երջանկայի շատակ դասախոսներից մեկը խոսում էր Նիկոլայ Գումիլյովի եւ Աննա Ախմատովայի պոեզիայի մասին եւ բնականաբար ուսանողներին ասեց, որ իրենք նաեւ ամուսիններ են եղել, գեղեցիկ մեզ նկարագրեց այդ սիրո պատմությունը, ամուսնությունը, դե պետո վերջում ասեց, բայց բաժանվեցին, չապրեցին, ուսանողներից մեկը տեղից հարցրեց, իսկ ինչու բաժանվեցին։ Դասախոսը ասեց հետեւյալը. Он писал, она писала, а в этом доме кто-то же должен был стирать носки։ Իհարկե դրանից հետո մենք բոլորս ծիծաղեցինք, ինքը ասեց հումոր էր, բայց նաև ասեց ուզում եմ ձեզ պարզ բացել այդ փակագծերը, որպեսզի դուք կյանքում հասկանաք եւ հիշեք, ստեղծագործող մարդիկ երկար չեն կարողանում իրար հետ ապրել։ Հիմա այստեղ Վարդ Մանուկյանը եւ իր ամուսին Հարգարժան Հովիկ Հովեյանը, եթե հեռուստադիտողը չգիտի, ասենք, որ պարոն Հովեյանը արդի հայ պոեզիայի ականավոր ներկայացուցիչներից է, ինձ համար շատ տաղանդավոր, նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, երբ որ երկու վաստակավոր գործիչներ մի ընտանիքում են եւ երբ որ ստեղծագործում են, բայց Տիկին Մանուկյան, ի պատիվ ձեզ եւ ձեր ամուսնու կարողացել եք ստեղծել շատ գեղեցիկ, ամուր հայ եւ հայեցի ընտանիք։ Ուզում եմ իսկապես դրա մասին էլ խոսեք, ինչպես են կարողանում ստեղծագործող մարդիկ հարթել իրենց կյանքի ճանապարհը, անցնել դժվարությունները, կուլմինացիայի հասնել, ապոգեին հասնել, բայց նաև պահպանել ընտանիքը եւ հայկական ընտանիք պահպանել, ինչը շատ կարեւոր է։ Փառք Աստծո, արդեն 45 տարի միասին ենք։ Պատկերացնում եք ինչքան մեծ ինչ Այո, եւ ասել եք իմ կյանքի լավագույն ընկերը իմ ամուսինն է։ Ուրիշ տարբերակ ունեմ ասելու։ Ասեմ դες, Հովիկի հետ իհարկե շատ եւ կոմֆորտնի է եւ դրա հետ մեկտեղ շատ դժվար է, բայց երբ որ ես աշխատում եմ, ես ասում եմ, ես ցանկացած երբ որ իմ մոտ այդ process-ը սկսվում է, ես կարող եմ ոչ մեկին չխանգարել, ես ամեն ինչ կարող եմ անել, ամեն ինչ, բայց դրա հետ միասին իհարկե աշխատել եւ աշխատել շատ լուրջ ձևով, չնայած մի բան պիտի ասեմ, որ արդեն համարյա 7 տարի ես մի գործ եմ գրել եմ, ոնց որ թե ավարտել եմ, մեծ գործ է, կանտատ է գրված երգչախմբի, նվագախմբի եւ սոլիստների համար 12 մաս։ Այդ ահագին մեծ գործ է, բայց ցավոք սրտի դեռ ես մի տեսակ գրել եմ, ես շատ վատ ձեռագիր ունեմ եւ ասենք երբ որ ինչ որ բան ֆիքսում եմ, դիսատ պրատ եմ ֆիքսում, որովհետեւ այդ ամեն ինչը գլխիս մեջ է, հետո նոր արտագրելուց վերականգնում եմ ամուր ստրուկտուրան։ Չեմ արտագրել, դա մնացել է։ Ես ամեն անգամ որոշում եմ, ասում եմ, վերջ, պիտի նստեմ, անդրադառնամ այդ գործին, արտագրեմ, շատ սիրուն գործ կլինի եւ ի վերջո ավարտվում է Չարենցի տաղարանով։ Այդ կանտատի մեջ կան հատվածներ Զայատնովայից, Զայատնովայի տաղեր եւ խաղեր է կոչվում կանտատը, եւ այնտեղ Միշնադարյան տաղեր էլ կան, շատ հետաքրքիր գործ է, բայց տեսնենք թե ոնց կլինի, էլի ես ժամանակ կունենամ, ուզում եմ ավարտել, կարգի բերել, դա դժվար է, ամենադժվար process-ը այդ ստեղծագործությունը կարգի բերելն է։ Դրա համար օրինակ ես մինչև այսօր զարմանում եմ, Շուբերտը, Ֆրանց Շուբերտը 30 տարի է ապրել։ Գիտեք ինչքան ստեղծագործություն է գրել։ Սարսափելի քանակությամբ։ Այսինքն այդ մարդը նույնիսկ տպավորությունն է, որ այդ մարդը չի քնել։ Որովհետև միայն այդ գրի առնելը, իսկ գրի առնելը ինչքան էլ դու արագ անես, միևնույնն է դա ժամանակ է պահանջում,
գրի առնել, հետո արտագրել, որովհետև ինքը դրա հնարավորությունը չի ունեցել։ Օրինակ Չայկովսկու պես ասենք, կիսատ պրատ գրել, հետո տալ արտագրելու արդեն վճարել այդ արտագրողին տալ, որ վճարի։ Նա շատ խեղճ է ապրել Շուբերտը։ Եվ պիտի ասեմ, որ այդ ամեն ինչը արել է, 30 տարի է ապրել։ Հիմա ես մտածում եմ, որ երևի ես ծուլանում եմ, էլի, բայց պիտի անեմ։ Բայց Հովեանը այդտեղ կապ չունի։ Չէ, Հովեանը կապ չունի, ես Տիկին Մանուկյան, կա այնպիսի ստեղծագործություն, որ դուք նվիրել եք Հովեանին եւ իր պոեզիայի մեջ կա այնպիսի ստեղծագործություն, որ ինքը ասել է, որ նվիրում է ձեզ։ Չէ, ես չեմ կարող ասել, որ ես Հովեանին ինչ-որ բան եմ նվիրել, բայց ես ունեմ բավականին շատ ստեղծագործություններ Հովեանի տեքստերով։ Օրինակ, վոկալ շարքեր ունեմ, գիշերվա մանուշակներ, այն ժամանակ Արաքսը Դավթյան երգեց, մահացել է իհարկե։ Բալենի շարքը։ Մորը նվիրված չէ, կարծես մի ստեղծագործություն։ Հետո ասեմ ձեզ Հայաստան աշխարհ երգը, որ կատարվեց եւ Սայաթ-Նովայի մրցույթում երկրորդ մրցանակը վերցրեց Շուշան Ներ-Պետրոսյան երգում եւ այսօր կոնսերվատորիայի համարյա թե բոլոր ուսանողները ուզում են այդ գործը երգել, ես արդեն հոգնել եմ։ Ունեմ խմբերքային շարքեր, Հովիկի տեքստով գրված է, վերջին շարքը, որ գրեցի, Կատու գիշերներ, 5 մասանի շարքա, չի հնչել, պիտի ինձ թվում է այս շուտով կփորձեմ տալ ինչ-որ մեկին, որ կատարեն։ Իսկ ինքը տենց բաներ չունի, էլի, որ ասենք հա նվիրի կնոջը, տղային, աղջկան, ինքը աբստրակտ է մտածում այդ առումով։ Եվ ճիշտը դա է։ Ի վերջո ցանկացած ստեղծագործող ինչ էլ որ անի, առաջնահերթ նվիրում է իր ընտանիքին, հետո մնացած։ Տիկին Մանուկյան, հիմա ի վերջո դուք կարծրատիպեր ունեք, թե ոչ։ Իհարկե, կարծրատիպեր կան, առանց կարծրատիպ, այսինքն կարծրատիպը ոչ բացասական առումով, որտեվ կոնկրետ բաներ կան, որ կարմիր գիծ կա, ցանկացած մարդու մեջ, այդ կարմիր գիծը դու չես կարող անցնել, ու շատ հարցերում այդ կարմիր գիծը քեզ պահում է, որ դու անընդմեջ կոնֆլիկտի մեջ չլինես։ Կարմիր գիծը քեզ պահում է, որ դու մարդկանց հետ ավելի բարեհամբույր լինես, մարդկանց ինչ որտեղ ներես, որովհետև առանց դրա դու չես կարող ապրել, որովհետև այսօր հատկապես Հայաստանում շատ դժվար է առնչվել, որովհետև բաժանումներ կան, տարբեր բաժանումներ կան, ես չեմ ուզում դրա մասին խոսել։ Նաև ուսանողության հետ շփվելիս դասավանդում եմ եւ փորձում եմ այդ երեխեքին հստակ ինչ-որ բաներ մտցնել, որ այս բաները կան, այս բանը կա կյանքում, որ դուք դրանից այն կողմ պիտի չգնաք։ Կա կարծրատիպ, ես չգիտեմ, դա կարծրատիպ է, քո երկրի գաղափարը, քո ընտանիքի գաղափարը, քո ընկալումը, քո աշխարհընկալումը քո երկրի միջոցով եւ ներկայացնելը քեզ, դու կարողանաս քեզ ներկայացնես քո ազգի միջոցով, որպեսզի մեկ ուրիշ, ասենք, ազգի ներկայացուցիչներ լսեն, տեսնեն ու հասկանան, որ այս ազգը ունի նաև այսպիսի երաժշտություն։ Այսինքն եթե կարծրատիպը ազգային է, թող լինի։ Ուրիշ բան չեմ կարող ասել, կարծրատիպը կարող է նաև բացասական լինել։ Ես աշխատում եմ դրականի վրա, դրականով անցնել այդ ամեն ինչը։ Եվ պահպանել, որովհետև այդ ամեն ինչը կարծրատիպը նաև քեզ ստիպում է, որ դու ավելի կոնսերվատիվ լինես։ Այո։ Ես կարծում եմ, որ ես կոնսերվատիվ եմ, այո։ Եվ դա վատ չի։ Կոնսերվատիվ լինելով դու պահում ես այն, ինչ որ կարծրատիպ մարդիկ փորձում են ջարդել, ոչնչացնել։ Դա կարևոր է։
որ բալանս մնա Իհարկե, եթե մենք վերցնենք Անգլիայի պես երկիրը, որ շատ կոնսերվատիվ երկիր է, իմ կարծիքով, գոնե մինչև հիմա, չնայած հիմա շատ բաներ փոխվեց Անգլիայում, չէ՞, այնտեղ երկու տղամարդու ամուսնություն, չգիտեմ, այդ ազատ է։ Այսինքն նրանք դուրս եկան իրենց կոնսերվատիվ վիճակից, կարծրատիպ վիճակը ստեղծվեց եւ դրա պատճառով հիմա աշխարհում բալանսն է փոխվում։ Ընկալման այդ ես ասեցի ես սկզբից, որ շատ բաներ ներկայացվում է սևը որպես սպիտակ, այդ պիտի չլինի։ Դա պիտի այդ բալանսը, որ սևը սև է, սպիտակը պիտի պահպանվի։ Եվ բացի սևն ու սպիտակը աշխարհում շատ ուրիշ գույներ կան։ Դրա հետ պետք է համակերպվել։ Վարդ Մանուկյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր երկրում։ Աշխատել ու մնալ հայ։ Փորձել միջավայրին ում հետ որ շփվում ես, քո գաղափարները սովորեցնել։ Քանի որ ես հիմա այն տարիքում եմ, որ ես կարող եմ ինձ իրավունք վերապահել, ինչ որ բաներ փորձել սովորեցնել այն ավելի երիտասարդներին, ովքեր որ դեռ ակունքների առջև են կանգնած։ Հայրենիքը ձեզ համար ամեն ինչ է։ Ես ճիշտ ասած չեմ կարող ինձ պատկերացնել ուրիշ հողում, ուրիշ երկրում։ Ես շատ եղել, չեմ ասի, որ շատ եմ ճամփորդել, Հովեյանի պես, բայց պիտի ասեմ, որ շատ շուտ հոգնում եմ, որտեղ էլ որ լինեմ, մաքսիմում մի շաբաթ, եթե 10 օր ես ձգում եմ, այդ արդեն լավ է։ Այսինքն ես այս հողին եմ կպած։ Դա ինձ համար շատ կարևոր է։ Տիկին Մանուկյան, ըստ ձևաչափի հիմա դուք հնարավորություն ունեք ինձ մի հարց ուղղելու, եթե իհարկե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք ունենք նաև այդ հնարավորությունը եւ ես սիրով կլսեմ եւ կպատասխանեմ ձեր հարցին։ Այ դուք ո՞նց եք վերաբերվում մեր ժամանակաշրջանին։ Ես ասեցի, որ քաոտիկ ժամանակաշրջան է։ Այս էտապն է քաոտիկ։ Բա հետո Լուիզա, ինչ եք կարծում։ Տիկին Մանուկյան, ես ձեզ հետ լրիվ համաձայն եմ, այդտեղ շատ բարդ ժամանակներ ենք ապրում։ Նույնիսկ գիտեք, ես մեկ-մեկ այնքան ինձ այդ հարցերը տանջում են, ինչքան է սա տևելու եւ մեր զավակները եւ թոռները ինչ են տեսնելու։ Ես շատ մեծ չեմ, բայց ինքս մեկ-մեկ մտածում եմ, որ նույնիսկ իմ կյանքի հատվածում, մանկությունս, ծնողներս եղել են այնպիսի հատվածներ, որ ես տեսել եմ անհոգ ժամանակներ, ես տեսել եմ ուրախ մարդիկ, ամենակարևորը ես տեսել եմ իրար սիրող մարդիկ, ես տեսել եմ փողոցում իրար ժպտացող մարդիկ, քաղաքավարի իրար բարևող մարդիկ։ Ես հասկացել եմ եւ տեսել եմ այն մարդկանց դեմքերը, ով կոչվել են հայ ժողովրդի մտավորականություն, ովքեր քայլում էին փողոցում միտք, կարծիք արտահայտելու հնարավորություն եւ ունակություն ունեին։ Հիմա արդեն մեկ-մեկ մտածում ես, արդյոք մի քանի տարի հետո մեր զավակներն ու երեխաները ինչ են տեսնելու, ինչ են հասկանալու, բայց նաև լավատես եմ եւ ձեր ասացի պես մտածում եմ, որ ամեն ինչը կյանքում շրջաններով է եւ դուք ճիշտ եք ասում, միայն սևը սպիտակը չի կյանքում, բայց միշտ պիտի հասկանանք, որ ինչպես էլ լինի, սևը միշտ սպիտակով փոխարինվում է։ Հիմա երբ որ փոխարինվում է, երևի այդտեղ մենք նոր գույներ արդեն պետք է տեսնենք, բայց նաև ամեն մեկս մեր տեղում նպաստենք, որ այդ նոր գույները կգան։ Փորձում ենք եւ կարծում եմ, որ կլինի վերելք եւ կարող եմ մենք չտեսնենք, ես որ չգիտեմ, բայց ես հուսամ, որ իմ թոռները այդ վերելքի այդ վերածննդի ժամանակաշրջանում կմեծանան ու կզարգանան։ Այն ինչ որ երեխային դու ի սկզբանե տալիս ես, սովորեցնում ես, այդ սերմը կամած մեծանում է, ինչքան էլ որ ասենք
ինքը քաոսի մեջ մեծանա։ Ճիշտ եք, Տիկին Մանուկյան, շատ շնորհակալ եմ, որ մեր տաղավարում էիք։ Դուք ձեր խոսքի մեջ մի հետաքրքիր բան ասեցիք թորներիս համար, երբ որ ինչ-որ մի բան երգում եմ, իմպրովիզ թեկուզ եթե անում եմ, միևնույն է հավատացած եմ, որ այդ էթնոսի մի հատիկը, հա, մի փոքր մի բան երեխայի մեջ մտնում է եւ պիտի մնա։ Ես ուզում եմ, որ մեր երկրում շատ լինեն այդպիսի ընտանիքներ, շատ լինեն այնպիսի տատիկներ, որ այսօր մտածեն նրա մասին, որ պիտի նույնիսկ օրորոցային երեխային երգելու ժամանակ կամ խաղալու ժամանակ հայկականը եւ հային վայելը փոխանցեն, որտեվ ես ձեզ հետ միանշանակ համաձայն եմ, որ այդ տարիքից է ամեն ինչ սկսում։ Իսկ թե ինչ որ վերաբերվում է ստեղծագործող մարդկանց, նրանք ինձ թվում է վախենալու բան չունեն, որովհետեւ նրանցը եւ այստեղ է մնում եւ հավերժություն է գնում, կարեւորը նա է, որ կարողանանք փոխանցել, հա, ինչպես այսօր շատ խոսեցինք պարոն Հովեանից, բայց հիմա նորից պետք է հիշեմ նրա վերջին ստեղծագործությունների ժողովածուն երկնաքեր դեպի ընդերք, հա, եւ ես ունեմ այդ ժողովածուն, բարբերաբար ընթերցում եմ, իհարկե շատ բարդ է, շատ խորը փիլիսոփայական է, հասկանում եմ, որ ամեն մարդու հասու չէ, բայց ինձ համար նույնիսկ այսօրվա հաղորդման համար մի քանի տող է այնտեղից դուրս գրել, որտեվ ես մտածում եմ, որ սա երևի թե հենց ստեղծագործող մարդկանց մասին է, ասում եք կանգառներս վերադարձնում եմ աշխարհին, ձյունած վտակն եմ Աստծո, դեպի անկանգառը անհուն գիշերի։ Մենք բոլորս ինչ որ կանգառներ, այդ շրջաններ, փուլեր մեր կյանքում ապրում ենք եւ պիտի թողնենք աշխարհին այդ կանգառները։ Այո։ Կարևորը նա է, որ ճիշտ կանգառներ թողենք հայկականով լցված եւ պատվով թողենք։ Պատվով։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Ես ձեզ առողջություն եւ նորանոր հաջողություններ եմ մաղթում, թող ժամանակները լինեն այնպիսին, որ ձեր հոգեվիճակը ձեզ թույլ տա ստեղծագործել։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Ցանկանում եմ, որ ձեր հաղորդաշարը շարունակական լինի եւ հաջողություն եմ մաղթում։ Այսպիսին էր Վարդ Մանուկյանը առանց կարծրատիպերի։ Տիկին Մանուկյանը ասում է, որ կարծրատիպերը լինում են բացասական եւ դրական։ Ինքը իր մեջ պահպանում է դրական կարծրատիպերը եւ մնում է պահպանողական։ Իսկ դուք ամեն դեպքում ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։